Լավ, Արփի, պատմի տեսնեմ ինչ կա։ Ոչինչ բան։ Ամեն ինչ նույնն է։ Տարօրինակ կլիներ, որ իմ կյանքում ինչ-որ բան փոխվեր ու ես երջանիկ լինեի։ Արփի, տենց մի ասա։ Ի վերջո մենք ենք ընտրում երջանիկ լինենք, թե չլինենք։ Հավատս չի գալիս, որ հենց դու ինձ տենց բաներ ես ասում։ Դու շատ լավ գիտես, որ ամուսնության առաջին օրվանից ես ազատության մասին եմ երազում։ Հասկանում եմ, Արփի, բայց Առնուն քեզ շատ է սիրում։ Ու ամեն ինչի պատրաստ է հանում քեզ։ Ի վերջո, ամեն մարդու չի, չէ, որ բախտավիճակում գտնել նենց մեկին, ով խելագարի պես կսիրի իրան։ Ան ինչ ես խոսում։ Դու շատ լավ գիտես, որ Առնոն խելագար է ու իր սերը իր նման։ Ինձ տենց անառողջ սեր պետք չի։ Դու չէիր ասում, որ հեռանամ Առնոյից։ Հա, բայց Արփի, նոք Առնոն էլ իր տեսակի մեջ է տենց, այդքան բանից հետո ինքը շարունակում է քեզ իր կողքին պահել։ Ուրեմն այդ շատ մեծ սեր է։ Ճիշտ է, այս առաջ տենց չէի մտածում, բայց հիմա փոխել եմ կարծիքս։ Արփի, բացի դրանից Առնոն ամեն ինչ մի կողմ է դրել ու քեզ գժի պես սիրում է ինքը։ Ինչ կարելի է կոչել այս ամեն ինչը, եթե ոչ սեր։ Դա սեր չի։ Դա աննորմալություն է։ Չգիտեմ, Արփի, բայց ես այս կյանքում մի բան եմ հասկացել, որ մենք պետք է պահենք ու պահպանենք այն մարդկանց, ովքեր սիրում են մեզ։ Ես տենց եմ կարծում, չգիտեմ։ Ու իզուր հույսեր չփայփայենք անիրական մարդկանց հետ։ Լավ ան, Էրիկայի մասին խոսանք, դու ասա ինչ կա։ Դե առանձնապես ոչ մի նորություն, նույնը ոնց գիտես։ Պարզ է։ Եթե կասկածում էի, հիմա արդեն համոզվում եմ, որ Աննան ու Արամը ինչ-որ կապ ունեն իրար հետ։ Կամ արդեն միասին են։ Տեսա՞ր Աննային։ Բայց առաջ Աննային, որ տեսնում էիր, ուրախանում էիր։ Միակ մարդն էր, որ ամեն ինչում քեզ օգնում էր։ Բոլոր հարցերում։ Հա, կար ժամանակ, երբ Աննան ինձ ուժ էր տալիս։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ես էլ զգացի, որ փոխվել է Աննան։ Ինչ առումով։ Դե զգացի, որ հանդիպեցինք, ես խնդրեցի, որ օգնի, բայց ինքը մերժեց, իրեն խնդրեցի, որովհետև գիտեի, որ
Վստահ էի, որ չի մերժի, բայց մերժեց։ Հա, տարօրինակ է։ Չգիտեմ ինչ պատճառներ ունի, բայց մի բան հաստատ փոխվել է։ Թե չէ երբեք նման բան չէր անի Աննան, ինչ որ բան կա։ Երևի լուրջ պատճառներ ունի։ Շատ լուրջ։ Պետքա ճշտել։ Все состоит из одного и того же. Звезды. Արնա, ինչ ա եղել։ Ոնց է Կարփի, ինչ է կանում։ Ոչ մի բան, պարկում եմ քնեմ։ Երեխեքն էլ քնած են։ Կարոտել եմ ձեզ Արփի։ Քեզ երեխեքին։ Տունը առանց ձեզ դատար կա։ Չեմ ուզում տուն մտնեմ։ Արնո, երկար չեմ կարող խոսում, երեխեքը կարթնանան։ Դե ուրեմն չխոսանք։ Դու ստեղ ես։ Համարյա Արփի։ Այսօր եկել էիր։ Չէի սպասում, որ նորից կգաս։ Կարոտել եմ Արփի։ Չես հավատում, որ կարոտել եմ։ Քեզ եմ կարոտել շատ։ Երեխեքին եմ կարոտել, Մարկին։ Առանց ես տունը դատար կա, ես չեմ կարողանում այդ տուն մտնեմ, չես հասկանում։ Արնա, արդեն ուշ է։ Պապան քնած ա, վաղը կգաս։ Ինչի Արփի։ Որ պապատ քնածա չեմ կարես իմ կնոջը գամ տեսնեմ։ Արնո, խնդրում եմ։ Գնա վաղը առավոտյան կգաս։ Մարկին եմ ուզում տեսնում։ Չես հավատում, որ կարոտել եմ։ Կարոտել եմ Արփի։ Արնո, խնդրում եմ, գնա վաղը կգաս։ Արփի երեխեքիս եմ ուզում տեսնեմ։ Մարկին եմ ուզում տեսնեմ, Ալյոնային։ Արնո, պապան քնած է։ Ու ես չեմ ուզում, որ իրեն քեզ այս վիճակում տեսնեն։ Ինչ վիճակում։ Մի քանի բաժակ խմած։ Ուզում եմ տեսնեմ երեխեքիս։ Լավ, Արնո։ Լավ, արի բարձրանանք։ Ոնց ես։ Դու ես զգացի։ Ինչը։ Թե քեզ ինչքան եմ կարոտել։
Ուր է Մարկը։ Քնած Առնո։ Դες ինչքան եմ կարոտել Մարկին։ Գիտես ինչքան եմ սիրում Մարկին։ Չեմ հավատում, որ դու ես տենց բաներ ասում։ Ես քո հետ կապված ամեն ինչն եմ սիրում։ Այն ամեն ինչի որ կպնում ես։ Իսկ Մարկը քո երեխան է, քո շարունակությունը։ Դու ո՞նց ես պատկերացնում ես Մարկին չսիրեմ։ Ես խելագարում եմ այդ երեխու համար։ Առնո, խնդրում եմ։ Իսկ Ալյոնան։ Ալյոնային իմ համար չի, չէ՞ որ սիրում ես։ Ինչի համար ես սիրում Ալյոնային։ Ինչն է պատճառը։ Ինձ համար բոլոր երեխեքը հավասար են։ Ու Ալյանան բացառություն չի։ Ինքը ուղղակի երեխայով կտրվել է իր միջավայրից ու ես ուղղակի ուզում եմ իրան օգնել, որ ինքը նոր միջավայրին ադապտացվի։ Լավ։ Ու մենակ դա պատճառը։ Առնո արդեն ուշ է։ Կլինի վաղը խոսենք։ Մենք վաղ էլ չենք խոսա։ Որովհետև դու վաղը մենք կմիս կգաս տուն։ Մի րոպե Առնո, բայց Ոչ, բայց հորդ կասես, որ ուզում ես տուն վերադառնաս, դու քո կամքով։ Ասա, որ ամուսնուդ կարոտել ես։ դու պապայի հետ պայմանավորվել էիր։ Ես ոչ մի բաներ չեմ պայմանավորվել։ Դա ընդամենը իմ ցանկությունն է։ Ես ուզում եմ, որ իմ կինն ու իմ երեխեք իմ կողքին լինեն։ Լավ Առնո, եթե ուզում ես կլինենք, բայց հիմա գնա։ Ես չեմ հավատում, որ հորդ չես բողոքել։ Դրա համար էր այսօր Ալբերտն եկել ու իր պահանջները ներկայացնում։ Երդվում եմ Առնո։ Ես պապային ոչ մի ավելորդ բան չեմ ասել։ Ես հակառակը փորձում եմ իրան համոզել, որ ամեն ինչ նորմալ է։ Արփի կարգավոր է դարձա։ Ես ուզում եմ, որ դուք վաղը տանը լինեք։ Ես չեմ ուզում, որ Ալբերտը գոնից հարցեր տա։ Դու կարաս, Արփի։ Ես գիտեմ, որ դու կարաս։ Լավ Առնո։ Բայց հիմա գնա։ Ու հիշի, Արփի, որ Մարկը իմ տղեն է։ Իմ երեխան։ Ու ասեմ ավելին, ես ու Ալյոնան իրեն շատ սիրում ենք։ Ու եթե հանկարծ ինչ-որ մեկը փորձի վնասել կամ բաժանել ինձ ու Մարկին, դու լավ գիտես, որ ես կվերացնեմ բոլորին։ Ես իմ ճանապարհը կհարթեմ։ Ես ու իմ տղեն միշտ պիտի միասին լինենք։ Վաղը տանը լինեք, Արփի։ Արամ, Էմանա։ Այ մասը ինչ է։ Արամ, Սոնան եկել է։ Ոնցիկ։ Էմա։ Ալո, Էմա։ Ալո։ Ասա Էմա։ Էման չի Արամ, ես։ Հան, ասա։ Ով է Էման Արամ։ Հան դու գիտես ով է Էման։ Սոնայի աղբոր աղջիկն է։ Բա Էման ինչի պետք է քեզ այս ժամին զանգի, ինչ է եղել։ Ոչ մի բան չի եղել Աննա։ Ամեն ինչ նորմալ է։ Ես գիտեմ, որ դու ինձանից ինչ-որ բան ես թաքցնում, Արամ, ինչ է եղել։ Ինչ գործերի մեջ ես։ Աննա ոչ մի բան էլ չի եղել։ Եթե եղած է լինի, չեմ ասի մենակ նրա համար, որ իզուր տեղը չանհանգստանաս։
Արամ, երբ գիտեմ, որ դու ինչ-որ թաքուն բաներ ես անում, այդ ինձ ավելի է անհանգստացում։ Անամեն դեպքում ես քեզ չվերաբերող հարց է։ Ավելի անձնական է։ Իսկ ես կարծում եմ, որ անձնական են այն հարցերը, որոնք որ ինձ ու քեզ են վերաբերվում։ Չէ, անսխալ մի հասկացի։ Ես իմ հաշիվներն է Սոնայի հետ։ Ու դու ընդհանրապես կապ չունես։ Ուղղակի ես շատ վտանգավոր խաղ, ու քեզ չեմ ուզում ներքաշեմ այս ամեն ինչի մեջ։ Ինչ է եղել այս ժամին։ Ուղղակի կարոտում էի։ Չէ, Արնա, չէ։ Գալիս ասում ես, որ երեխուն սիրում ես։ Կարոտից ես խոսում։ Բայց ես քեզ լավ եմ ճանաչում։ Քո ամեն ասացի մեջ սպառնալիք կա, Արնա։ Լավ, ես քեզ կզանգեմ։ Ալո, Արամ։ Հա, հիմա անջատվեց։ Հա, ես անջատեցի, մաման ներս եկավ ուղղակի։ Չի ուզում լսի մեր խոսակցությունը։ Ասա ինչ է եղել հիմա։ Ասում ես Սոնան եկել է։ Հա, Արամ, եկավ ու շատ արագ գնաց, քանի որ ուշ ժամ էր չկարողացա պատճառ հորինեմ տնից դուրս գալու։ Համե գիշերվա լռության մեջ կհասկանար, որ հետևում եմ իրան։ Աստորեն ես անգամ էլ Սոնային բաց թողեցինք։ Արամ, բայց Սոնան երկրից գնալուց էր խոսում։ Հիմա Սոնան չի կարա գնա։ Լսի ինչ եմ ասում։ Մյուս անգամ եթե գա ինձ անպայման տեղյակ կպայես։ Ու անպայման գնա իր հետևից։ Չգիտեմ, մի պատճառ գտի, որ իր հետ դուրս գաս, կապ չունի ժամը։ Այդ շատ կարևոր է։ Լավ։ Գիշեր Արնոյի ձայնը լսեցի։ Ինչ էր եղել։ Ասեց, որ երեխեքին է կարոտել։ Մարկին էլ էր կարոտել։ Դե իր ասելով հա։ Բայց ես ամեն ինչ ինձ վախեցնում։ Ինչի՞։ Մամ, կարողա տարօրինակ բան ասեմ, բայց Արնան ինչքան քիչ սիրի իմ երեխան, այնքան հանգիստ ես ինձ կզգամ։ Հասկանում եմ, Արփի, բայց երեխան ուրիշ է։ Չէ։ Չէ, ուրիշ չի։ Իրա սերը իրա նման վտանգավոր ու կործանարար է։ Այնքան է սիրում ու կարոտում, որ չհամբերես լույսը բացվի նոր գա։ Չէ։ Վերջում էլ սպառնալով ասաց, որ առավոտյան տուն գնանք։ Չես պատրաստվում, չէ՞ գնալ։ Իհարկե չէ։ Ես ամեն ինչ պետք է անեմ, որ մնամ այստեղ։ Ես հորդ կասեմ, որ նույնիսկ խոսի հետ է։ Պետք չի։ Ես գիտեմ ինչ կանեմ։ Ան։ Այո, որոշեցի քեզ անակնկալ անեմ։ Աշխատանքի չես այսօր։ Աշխատանքի եմ։ Մտածեցի գամ քեզ տեսնեմ, հետո գնամ աշխատանքի։ Իսկ ինչ-որ խնդիր կա։ Չէ, խնդիր չկա։ Ուղղակի նոր եմ ես անցել այս աշխատանքին։ Դեռ շատ բան ունեմ ճշտելու։ Հասկացա, Արամ։ Շատ աշխատանք կանելու, իսկ ես քեզ խանգարեցի։ Աննա չես խանգարում։ Ուղղակի ասում եմ, որ գործը շատ կուտակվել։ Վերջ, Արամ, ես քեզ հասկացա։ Անմին եղացի։ Ինձ աշխատել է պետք։ Չեմ նեղանում, Արամ, առայժմ։
Արփի ինչ կա, երբ եք դուրս գալիս։ Արնո պապան դեմ է մեր գնալու։ Ասում է, որ թույլ չի տա։ Չեմ կարողանում պապային համոզել։ Ասում է, կխոսամ Արնոյի հետ։ Հերետ ինչին է դեմ։ Որ դու տուն վերադառնաս, դու քո տուն վերադառնաս, Արփի դրանա դեմ։ Չէ, Արնո։ Պապան այդ դեպքերից հետո շատ է վախեցել։ Ասում է, չեմ ուզում էլ երեխա կորցնել։ Ասում է, թող ամեն ինչ խաղաղվի, հետո կգնաս։ Լավ, պարզ է։ Ու հիմա ինչ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Պապան ասեց, Արնոն տեղյակ է։ Ասեց, որ դու համաձայն ես մենք մնանք ու ինքն էլ թույլ չի տա որ գանք։ Նման բան չի կարա լինի։ Ես եմ որոշում իմ կինն ու երեխեքը որտեղ ապրեն։ Հա, Արամ, Արփի ես նորություն ունեմ քո համար։ ինչ ա եղել։ Սոնան Հայաստանում է։ Երեք իրեն տեսնող է եղել։ Ես արդեն իր հետքի վրա եմ դուրս եկել։ Քիչ մնաց։ Հավատս չի գալիս, որ այս ամեն ինչը կավարտվի։ Արփի կտեսնես, որ ամեն ինչ կավարտվի։ Սոնան իր արժանի պատիժը կստանա։ Ու ոչ միայն Սոնան։ Մտածում ես հանցակիցներ ունի Սոնան։ Չեմ մտածում։ Այդ հաստատ տենց է։ Ես նենց գործա, որ մենակ Սոնայի խելքի բանը չի։ Մի շատ լավ մշակած պլան է եղել։ Իսկ Սոնան ընդամենը կատարողներից մեկն է եղել։ Դու էլ ես մտածում, որ դա Պետք չի Արփի անունը օգտվել հեռախոսով։ ճիշտ ես։ Արամ, իսկ եթե Սոնան երկրից փախնի, այդ ժամանակ ինչ ենք անելու։ Ես ամեն ինչ կանեմ, որ դա թույլ չի տա։ Մի մտածի ես կգտնեմ Սոնային։ Տեսնենք ինչքան ժամանակ ես հեռախոսով խոսելու։ Իջև կանգնեմ դիմացդ։ Ես գիտեմ։ Դու միշտ քո խոսքի տերն ես եղել։ Միշտ արել ես ավելին, քան կարողացել ես։ Դրա համար էլ միշտ դու ես պատասխան տվել քո չգործած արարքների համար։ Չեմ ուզում հիմա այդ մասին խոսենք։ Հիմա կարևորն է, որ Սոնային գտնենք։ Որ չես ուզում չենք խոսի։ Բայց այն ինչ ասեցի պակաս կարևոր բան չի։ Արամ, հետո կխոսենք, հիմա պետք է անջատեմ։ Հա, Արնո։ Ինչի՞ չէիր պատասխանում Արփի հեռախոսին։ Արնո, երեխուն էի կերակրում, հարմար չէր։ Երեխուն հեռակակարգով էիր կերակրում Արփի։ Հենց իմ ես երեխուն կերակրում։ Երեխեն գիր կտա Արփի։ Դու ինչով ես զբաղված Արփի, որ իմ հեռախոսը զանգին ինչ ես պատասխանում։ Արնո, հիմա կբացատրեմ։ Մի բացատրի ինձ։ Ինչի համար քո հեռախոսը։ Նրա համար որ զանգինին պատասխանես, թե ինչով զբաղվես։ Կթողես բացատրեմ։ Ոչ։ Իրեր դավակի մենք գնում ենք տուն։ Ասեցի իրերը դավակի։ Արնո, Սիրելի զոքանչ, այդ ձայնից վրա ես գալիս։ Ոչ մի տեղը չի գնա։ Ես չեմ մեռել, որ դու իմ երեխուն այսպես վերցնես ու տանես այստեղից։ Ես ուզում եմ, որ մեր ընտանեկան հարցերը ես ու Արփին որոշենք։ Ինչ որ վերաբերվում է իմ աղջկան, ուրեմն իմ հարցերն էլ են դրան։ Գիտես ինչ, ես շատ բաների վրա եմ աչքերս փակել, ինչ չտեսնելու տեղ եմ դրել, բայց այլևս այսպես չի շարունակվի, հասկացար։ Մենք դրա մասին հետո կխոսանք։ Ինչի մասին պիտի հետո խոսանք։ Իմ ընտանեկան հարցերի։ Ես արդեն լսեցի, թե դու ոնց էիր խոսում Արփիի հետ։ Մինչև հիմա ես քեզ դա թույլ եմ տվել ու դա իմ մեղքն է եղել, բայց այլևս դա չի կրկնվի։ Քո աղջիկը ոչ մի վատոր չի տեսել իմ կողքին։ Եվ ինքը իր կամքով է ուզում գա իմ տուն։ Չէ՞ Արփի։ Կսպասենք Արփի պատասխանին։
Ես ոչ միտեղ չեմ գալիս։ Ես այստեղ եմ մնում։ Ինչի տենց մի անգամից անջատեց։ Մենք գնում ենք տուն Արփի։ Ասեցի չեմ գալիս։ Արփին չի ուզում գնալ ու դա ինձ համար արդեն հիմք է, որ ես թույլ չտամ, որ նա այստեղից շարժվի։ Արփի, եթե Եվայի մասին ես անհանգստանում, այդ հարցը լուծված է։ Ու մաման էլ է շատ կարոտում, հատկապես երախ։ Դու շատ լավ գիտես ինչի ես չեմ գալիս։ Արփի արի գնանք տուն։ Մենք հետո խոսենք դրա մասին։ Ես քո հետ խոսելու ոչ մի բան չունեմ։ Ես ուզում եմ, որ տուն գնանք։ Ես քո հետ ոչ մի խոսելու բան չունեմ։ Գնա այստեղից։ Արփի արի գնանք տուն։ Մենք տանը կխոսենք դրա մասին, մեր տանը։ Դու շատ սխալ ես անում։ Ու շատ սխալ որոշում ես կայացրել։ Ես իմ կյանքում շատ եմ սխալ որոշումներ կայացրել։ Թող սա է լինի իմ հերթական սխալ որոշումը, բայց քո հետ ես ոչ միտեղ չեմ գալու։ Դու շատ լավ գիտես, որ ես ամեն ինչ կանեմ, որ դու տուն գաս։ Դու իմ կինն ես, ու դու իմ կողքին պիտի լինես իմ երեխու հետ։ Արնամ, ինձ թվում է երկարացնելու կարիք չկա։ Գնա ստեղից Արնամ։ Գնա ասում եմ։ Արփի, ոչինչ բանի մասին չմտածես։ Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Մամ, եթե երկար մտածեի, այսպիսի որոշում չէի կայացնի։ Ամեն ինչ ուղղակի շատ հանկարծակ եղավ։ Ու ճիշտ եղավ։ Չվախենաս ոչ մի բանից։ Դու մեր տանն ես։ Արնոն ինչ պիտի քեզ անի։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկ անի բաներ, որ դու չես ուզում անել, քո կամքին հակառակ։ Դեռ չեմ մեռել, նույնիսկ եթե դա քո ամուսինն է, միևնույն է թույլ չեմ տա։ Դու կմնաս այստեղ այնքան ժամանակ, ինչքան որ պետք լինի, այդ հարցում ես քեզ կօգնեմ։ Ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ, կամ էլ թաքցնում եք ինձնից։ Չէ, պապ, չէ, ուղղակի ես չեմ ուզում այդ տուն վերադառնալ։ Ես այդ տանը կալանավորի նման եմ ապրում։ Դու ոչ մի բանի մասին մի մտածի, հասկացար։ Դու ու Մարկը կմնաք այստեղ այնքան ժամանակ, ինչքան որ պետք է բարձր բոլես։ Ես ամեն ինչ կհոգամ, չմտածես։ Եղավ ծավոտ տան։ Չմտածես բոլես։ Պապարնան սրա չի ամակերվի։ Չի համակերպվի ու հաստատ ամեն ինչ կանի, որ մեզ հետ տանի։ Արփի, արդեն ասել եմ, չէ,
Քանի ես ողջ եմ, ու դու չես ուզում այդ տուն գնաս, ուրեմն չես գնա։ Վերջ։ Արփի, ոչ մի բանից մի վախեցիր։ Ոչ մի բան։ Մենք քո կողքին ենք։ Թող ուղղենք մեր սխալները։ Դու պետքա երջանիկ լինես։ Լսում ես։ Չվախենաս։ 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 Աստանին դու ես ինտեմ դուս կալի Ալբերտ։ Ես կո ոչնչացրեմ ձեր Անանյանների վերջին հույսը։ Ես ինձ առավծես բոլորին կտա։ Արփին պետք է իմանա իմ ու Արամի հարաբերությունների մասին։ Գուցե այն ժամանակ մտադրությունը փոխի ու չբաժանվի Առնայից։ Ես պետք է ասած լինեի Արփին։ Իր խելքի երբ փչումը որոշում է Արամին իր անավանի, հետո հենց հոգնում է թողումը։ Իսկ Արամը Արփի արցունքները տեսնելով թուլանում է։ Բայց այս անգամ ես թույլ չեմ տա Արփին մեր միջև կանգնի։ Արդեն հերիք է։ Ես միշտ օգնել եմ իրան։ Հիմա իմ մասին պետք է մտածեմ։ Հա, Արփի ինչ կա, ոնց ես։ Լացում ես։ չէ, լավ եմ։ Հաստատ։ Հա, դու ոնց ես։ Աշխատանքի եմ գնում։ Ասացի զանգեմ տեսնեմ ոնց ես ու ինչ որոշեցիր։ Էլ որոշելու բան չկա։ Ամեն ինչ որոշված է։ Ես Առնոյից բաժանվում եմ։ Առնոն հետևից եկավ, բայց ես չգնացի։ Հետո Արփի։ Իսկ Առնոն այդքան հեշտ համակերպվեց։ Դե պապայի ներկայությամբ ոչ մի բան չասեց։ Բայց ես գիտեմ, որ Առնոն էս ամեն ինչ սենց չի թողի։ Զգուշ եղի Արփի։ Առնոն քո համար շատ է պայքարել։ Ինքը հենց նենց քեզ ոչ մեկի չի տա։ Իսկ ով խոսեց ուրիշի մասին։ Ես ուղղակի ուզում եմ ազատ լինել։ Ուզում եմ երեխուս հետ ստեղ մնամ։ Ուրիշ բան չեմ ուզում։ Պարզ է Արփի։ Լավ դե, լավ եղի, հետո կխոսենք։ Լավ է։ Ման պետքա որ ավելի լավ զգաս քեզ, որովհետև Արփին էլ հետ չի գալու։ Արփին ուզում է բաժանվի, ու այլ ես տուն ոտք չի դնելու։ Դու տենց էլ չես ուզում հասկանաս։ Չես ուզում հասկանաս, որ իմ ու Եվայի պրոբլեմի հետ Արփին կապ չունի, ու ինչ անում է աղջիկդ, ու ինչ պատասխան որ ստանում է ինձանից, Արփին ոչ մի կապ չունի։ Դու ամեն ինչ արեցիր, ու ստացվեց քո մոդորես տուն Արփի համար դառնա անտանելի։ Ու հենց քո այդ վիճելուց հետո Արփին որոշեց գնալ։ Ամենավերջին խոսքերն ասեցիր ինձ։ Նույնիսկ ասեցիր, որ Արփին ինձ արժանի չի։ Անպետք չի ամեն բանի համար վիճենք։
Արամ, ես էլ չեմ ուզում, որ մենք վիճենք։ Ան դու էլ ես հասկանում, որ ես նոր մարդում ես աշխատանք։ Ու պետք է ինձ լավ դրսևորեմ։ Ես պետք է ընտելանամ։ Իսկ դրա համար ժամանակ է պետք։ Արամ, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացի։ Ես չեմ ուզում, որ մենք իրարից հեռու լինենք, ես ուզում եմ, որ մենք միշտ միասին լինենք։ Չեմ ուզում բաժանվենք։ Բայց դու էլ գիտես, որ եթե հնարավոր չի։ Մենք չենք կարող ամբողջ օրը միասին լինենք։ Արամ, ես չեմ ասում ամբողջ օրը միասին լինենք, բայց կարելի է, չէ, օրվա մեջ մի որոշ մաս միասին անցկացնել։ Ան, ես քեզ արդեն ասացի, որ շատ աշխատանք ունեմ հավաքված։ Արամ, խոսքը ոչ աշխատանքային ժամերի մասին է գնում։ Աննա, Արամ, լսի։ Այն օրը, որ ես ասեցի սպիտակ շոր հագնելու մասին, դա իրականում այդքան էլ էական չի։ Կարևորը, որ մենք միասին լինենք։ Ես չեմ ուզում, որ մենք իրարից հեռու լինենք։ ամենք չենք կարող հենց սկզբից միասին ապրել։ Այդ ամենի համար ժամանակ է պետք։ Արամ, դու չես ուզում, որ մենք միասին լինենք։